Միասնիկյան 188 տանն Ավետիսյանները բնակվում են երկար տարիներ, ընտանիքի մասին կարծիքները դրական են։ Նրանց ճանաչողներն ապշած են կատարվածից։ Ավետիսյանները թշնամիներ չեն ունեցել, հարևանները պատմում են, որ նրանք երբեք ոչ մեկի հետ որևէ խնդիր չեն ունեցել, սովորական եւ ոչնչով աչքի չընկնող ընտանիք էր։ Նորմալ ապրող մարդիկները ձեն ցուկ չի լսվում։ Չէ, մեր մայրին պես չէ։ Մեր մայրին շատ համելաշ, իմեն կերսարը իմ ամուսնուս հետ շատ մոտիկ է եղել, ես իրանց գիտեմ, իրանք շատ լավ մարդիկ են։ Ուղղակի շատ կծաղամ էս դեպքի համար։ Ոչ ժամը 10-ներ ելանք աշտեն խանութ տանում, ձեն լսինք, ձեներից դուրս եկանք։ Ուրիշ բան, ասենք թե ձեն լսած եղնենք, հա դուրս եկածեղնենք, առավոտ դուրս եկանք։ Ձեներից դուրս եկանք, չգիտեմ ով է այդ ձեները, չգիտեմ, ուղղակի շոկի մեջ եմ, չգիտեմ։ Քուրը եկել էր իրանց տուն, դուրս վազեց, ամբողջ ընտանիքը մահացել է, ես վազեցի հեռախոսին, զանգեցի, մտածեցի, որ կազից են խեղդվել, իսկ հետո իմացանք, որ ուրիշ բաներ, вообще սարսափ ապրեցինք։ Ավետիսյանների ընտանիքում 7-ն էին։ Սերյոժ Ավետիսյանի հիմնական զբաղմունքն արտագնա աշխատանքներ։ Նա տարիներ շարունակ աշխատել է Ռուսաստանում։ Իր հետ աշխատելու է տարել նաև որդուն Արմեն Ավետիսյանին։ Հայր ու որդի վերջերս են վերադարձել Գյումրի։ Ընտանիքի մայրն ու հարսը տնային տնտեսուհիներ էին։ Սերյոժայի աղջիկը Այդան աշխատել է ծաղկի սրահում։ Ավետիսյաններն ունեին 2 երեխա՝ 3 տարեկան եւ 6 ամսական։ Շատ նորմալ են եղել, երեխեքը իմ երեխեքից տարիքին են, կակրաս մեռնող տղիցս տարին է պստիկ, իսկ աղջիկը տարեգից է, դպրոց են գնաց է իրար հետ, խելոք շնորհքով, ծառայեց եկավ այդ տղեն, հեչ մի բան չկար։ Հարևանությամբ գործող խանութից հաճախ են առևտուր արել, երբեմն կանխիկ, երբեմն էլ պարտքով։ Ավետիսյանները համեստ միջոցների տեր մարդիկ էին, ապրել են օրվա վաստակածով։ Դիմում էին խանութին հաճախ, ասենք, պարտքով։ Ավետիսյաններին ճանաչողները տարակուսում են, թե որևէ կապ կարող է լինել զինծառայողի հետ։ Ասում են, նրանց տանը զինվորական հյուրի չեն նկատել։ Իրա տղեն պես շփվող չէր, խելոք ընկերներ ունի, ստեղ հարևանից մեր հոգի մերգուս ու վերջ, պես շատ շփվող տղայի չէ։ Միասնիկյան փողոցի գրեթե բոլոր տները մեծ դարպասներ ունեն։ Բացառություն չէ նաև Ավետիսյանների տունը, սակայն նրանց դարպասը չի փակվում։ Այս գիշեր էլ բաց է եղել։ Նազել Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։